Ըստ խնդրի պետք է գտնենք, թե քանի քառանիշ թիվ կա, որի թվանշանների գումարը հավասար է 4-ի։ Որպեսզի թվանշանների գումարը հավասար լինի 4-ի, մեր քառանիշ թիվը կազմելու համար պետք է օգտագործենք միայն 0-ից 4 թվանշանները։ Հիմա նայենք, թե ինչ տարբերակներով կարող ենք այս թվանշաններից 4 հատը վերցնել այնպես, որպեսզի գումարը ստացվի 4։ Սկսենք ամենամեծ թվանշանից 4-ից։ Կարող ենք վերցնել 1 հատ 4 և 3 հատ 0։ 2 հատ 4 արդեն վերցնել չենք կարող։ Անցնենք հաջորդ ամենամեծ թվանշանին 3-ին։ Կարող ենք վերցնել 1 հատ 3, 1 և 2 հատ 0։ 2 հատ 3 կրկին վերցնել չենք կարող։ Սակայն հաջորդ թվանշանի 2-ի դեպքում արդեն 2 հատ 2 կարող ենք վերցնել։ Իսկ 1 հատ 2 վերցնելու դեպքում նրա հետ կվերցնենք նաև 2 հատ 1 և 1 հատ 0։ Եվ կմնա միայն վերջին 4 հատ 1 վերցնելու տարբերակը։ Հիմա դիտարկենք, թե յուրաքանչյուր թվանշանների խմբով քանի տարբերակով կարող ենք քառանիշ թիվ ստանալ։ Առաջին խմբով հնարավոր է ստանալ միայն 1 քառանիշ թիվ՝ 4000-ը, հետևաբար այստեղ ունենք 1 տարբերակ։ Երկրորդ խմբով քառանիշ թիվ ստանալու համար նախ դիտարկենք, թե ինչ կարող ենք դնել առաջին տեղում։ Կարող ենք դնել 3 կամ կարող ենք դնել 1։ Առաջին տարբերակում մնում է միայն որոշել 1 թվանշանի տեղը, և 0-ները ավտոմատ կլցվեն մյուս երկու տեղերում։ Իսկ 1 թվանշանի տեղը կարող ենք որոշել 3 տարբերակով։ Նույն կերպ երկրորդ ճյուղում 3 թվանշանի տեղը կարող ենք որոշել կրկին 3 տարբերակով։ Անցնենք թվանշանների երրորդ խմբին։ Այստեղ առաջին տեղում պարտադիր պետք է լինի 2, իսկ մյուս երկուսի տեղը որոշելու համար նույն տրամաբանությամբ ունենք 3 տարբերակ։ Չորրորդ խմբի դեպքում առաջին տեղում կարող է լինել 2 կամ կարող է լինել 1։ 2 լինելու դեպքում հեշտ է որոշել կողքի մնացած թվանշաններից 0-ի տեղը, որը կրկին կարող ենք որոշել 3 տարբերակով։ Իսկ 1 լինելու դեպքում երկրորդ տեղում կարող ենք դնել մնացած 3 թվանշաններից ցանկացածը, երրորդ տեղում 2 թվանշան և չորրորդ տեղում 1 թվանշան։ Այստեղ էլ բազմապատկման կանոնով ստանում ենք 6 տարբերակ։ Մնում է միայն վերջին խումբը, որով էլ կարող ենք կազմել քառանիշ թվի ընդամենը 1 տարբերակ։ Եվ այսպես գումարելով բոլոր ստացված տարբերակների քանակները ստանում ենք ընդհանուր 20 տարբերակ։